Ողջույն բոլորին։ Ոչ ոք չի կարող ձեզ կառավարել, եթե տիրապետեք այս 26 հոգեբանական հրարքներին։ Առաջինը՝ պահպանիր հանգստություն եւ փորձում են քեզ հունից հանել։ Մանիպուլյատորը սնվում է քո զայրույթով, եւ դու լուռ ես ու հանգիստ ես մնում, նրան զրկում ես այդ սննդից։ Երկրորդը՝ մի փորձիր ամեն ինչ չափազանց մանրամասն բացատրել։ Երբ չափից շատ ես արդարանում, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե դու մեղավոր ես։ Ասա այն, ինչ պետք է, մեկ անգամ եւ փակիր թեման։ Ասա ոչ, առանց արդարանալու։ Դու պարտավոր չես որևէ մեկին բացատրել քո սահմանները։ Դրանք քոնն են եւ դա արդեն բավական է։ Հաջորդը՝ պատասխանելուց առաջ մի փոքր դադար տուր։ Նույնիսկ 5 վայրկյան լռությունը կարող է կոտրել զգացմունքային թակարդը եւ թույլ տալ, որ մտածված արձագանքես։ Հարցին պատասխանիր հարցով։ Մանիպուլյատորները չեն սիրում, երբ իրենց հարցեր են տալիս, որովհետև այդ պահին վերահսկողությունը վերադառնում է քեզ։ Մաքրիր քո լրահոսը։ Այնինչ ամեն օր կարդում ու դիտում ես, ձևավորվում է քո մտածողությունը։ Հեռացրու այն մարդկանց կամ էջերին հետևելը, որոնք քեզ միայն հոգնեցնում եւ սպառում են։ Պահպանիր մարմնի հանգստությունը։ Խուսափիր նյարդային շարժումներից։ Վստահ կեցվածքն անգամ լռության մեջ ցույց է տալիս, որ իրավիճակը քո վերահսկողության տակ է։ 8. Մի վիճիր այն մարդու հետ, ով մշտապես իրեն զոհի դեր է ներկայացնում։ Նրան ճշմարտությունը պետք չէ։ Նրան պետք է խղճահարություն։ Ավելի լավ է պարզապես հեռանաս նման խոսակցությունից։ 9. Բարձրաձայն կրկնիր նրա ասած խոսքերը։ Դա ստիպում է մարդուն պատասխանատվություն կրել իր ասածի համար։ Այդ դեպքում հետո դժվար կլինի ամեն ինչ շրջել ու ասել, թե այլ բան է նկատի ունեցել։ 10. Լսիր ոչ միայն բառերը, այլև ձայնի տոնը։ Մարդիկ հաճախ իրենց իրական զգացմունքներն ու մտադրությունները թաքցնում են ոչ թե ասածի, այլ այն ձևի մեջ, որով խոսում են։ 11. Եթե զգում ես, որ քեզ ասում են լռիր եւ նայիր մարդու աչքերին, ապա լռությունը ստախոսին անհարմար վիճակի մեջ է դնում։ Շատ հաճախ նա սկսում է ավելորդ բաներ ասել, պարզապես լռությունը լրացնելու համար։ 12. Երբ փորձում են քեզ մեղքի զգացում ներշնչել, հարցրու, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Այս հարցը ստիպում է մարդուն բացահայտ ասել, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում։ 13. Ճիշտ պահին գովիր մանիպուլյատորին։ Օրինակ ասա. դու իսկապես լավ ես կարողանում դա անել։ Սա բավարարում է նրա ինքնասիրությունը եւ հաճախ թուլացնում լարվածությունը, առանց այն բանի, որ դու կորցնես վերահսկողությունը։ 14. Գտիր քեզ համար լավ ուսուցիչ կամ մենթոր։ Սովորիր այն մարդկանցից, ովքեր արդեն անցել են այն ճանապարհը, որով դու նոր ես գնում։ Դա կխնայի քեզ տարիների սխալներն ու ավելորդ կորուստները։ 15. Զգոն եղիր, եթե վեճից հետո հանկարծ սկսում են չափազանց բարի վերաբերվել ձեզ։ Շատ դեպքերում դա անկեղծ վերաբերմունք չէ, այլ զգացմունքային խայծ, որով փորձում են կրկին ազդեցություն ունենալ քեզ վրա։ 16. Մի բացատրիր քո սահմանները, պարզապես հետևիր դրանց։ Եթե սկսում ես երկար բացատրել, թե ինչու ես այդպես վարվում, դու հնարավորություն ես տալիս վիճելու։ Իսկ երբ պարզապես հանգիստ պահպանում ես քո սահմանները, մարդիկ աստիճանաբար սկսում են հարգել դրանք։ 17. Պատասխանիր հանգստությամբ։ Եթե քեզ վրա բղավում են, դու խոսիր ավելի հանգիստ ու մեղմ։ Շատ հաճախ դիմացինը ենթագիտակցորեն սկսում է հարմարեցնել իր խոսելու տոնը քոնին։ 18. Ներողությունի փոխարեն ասա շնորհակալություն։ Օրինակ, շնորհակալ եմ, որ սպասեցիք։ Շատ ավելի վստահ է հնչում, քան ներողություն, որ ուշացա։ 19. Մի ապրիր ուրիշների հավանության սպասումով։ Նա, ով մշտապես փորձում է արժանանալ ուրիշների հավանությանը, առաջինն է կորցնում իր
ներքին ուժն ու ինքնուրույնությունը։ 20. Դադարը նույնպես ուժ է։ Դու պարտավոր չես անմիջապես պատասխանել։ Մի փոքր սպասելը քեզ դարձնում է ավելի հանգիստ, հավասարակշռված և դժվար կանխատեսելի։ 21. Ուշադրություն դարձրու, թե մարդիկ ինչպես են արձագանքում քո ոչին։ Սա ամենաանկեղծ ցուցիչներից մեկն է, որը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի մարդ է կանգնած քո դիմաց։ 22. Անվանիր քո զգացմունքները։ Փոխարենը անմիջապես արձագանքելու, ասա ինքդ քեզ. ես հիմա զայրացած եմ, կամ ես վիրավորված եմ։ Դա օգնում է վերականգնել ինքնատիրապետումը։ 23. Քո նպատակները պահիր քեզ համար, մինչև դրանք իրականություն դառնան։ Այն, ինչի մասին մարդիկ չգիտեն, շատ ավելի դժվար է խոչընդոտել կամ քննադատել։ 24. Մի հավատա դատարկ գովասանքներին։ Շողոքորթությունը հաճախ պարզապես միջոց է մարդուն կառավարելու համար։ 25. Եղիր փոքր ինչ անկանխատեսելի։ Եթե մանիպուլյատորը միշտ գիտի, թե դու ինչպես կարձագանքես, նրա համար հեշտ է քեզ կառավարելը։ Երբ փոխում է սովորական արձագանքդ, նա կորցնում է իր առավելությունը։ 26. Շրջապատիր քեզ ճիշտ մարդկանցով։ Այն ամենի մեծ մասը, ինչ ամեն օր հայտնվում է քո լրահոսում, պարզապես տեղեկատվական աղմուկ է։ Կարգավորիր այն այնպես, որ տեսնես այնպիսի բովանդակություն, որը զարգացնում է քեզ, ոչ թե պարզապես զվարճացնում։ Այս 26 հոգեբանական հրարքները գործում են միայն այն դեպքում, երբ դրանք կիրառում ես կյանքում։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար թվաց, սեղմեք լայք և կիսվեք դրանով։ Ձեր ակտիվությունը օգնում է ինձ հասկանալ, թե ինչն է ձեզ իսկապես հետաքրքրում, որպեսզի շարունակեմ ստեղծել ավելի արժեքավոր և խորքային բովանդակություն։